Ողջույն։ Կենդանի հյուսվածքների եռաչափ տպագրության գլխավոր թշնամին ոչ թե բակտերիաներն են կամ բջիջների պակասը, այլ գրավիտացիան։ Երբ կենսաինժեներները հյուսվածքներ են տպում, նրանք օգտագործում են այսպես կոչված կենսաթանակ, կենդանի բջիջների եւ փափուկ հիդրոգելի խառնուրդ։ Խնդիրը նրանում է, որ բջիջներն ավելի ծանր են, քան գելը։ Քանի դեռ պրինտերն աշխատում է, բջիջներն աստիճանաբար իջնում են ներարկիչի հատակը, ու որքան երկար է տևում տպագրությունը, այնքան ավելի է խախտվում համաչափությունը։ Արդյունքում պրինտերի ծայրափողակը կարող է խցանվել, իսկ բջիջները բաշխվել անհավասարաչափ, ինչի հետևանքով ստացված հյուսվածքը դառնում է կառուցվածքային առումով անկայուն։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներներն առաջարկել են պարզ ու էլեգանտ լուծում՝ Magmix համակարգը։ Սա կոմպակտ մագնիսական սարք է, որը խառնում է կենսաթանակն անմիջապես տպագրության ընթացքում։ Այսպես ստանդարտ ներարկիչի ներսում տեղադրվում է փոքրագույն մագնիսական պտուտակ։ Դրսից էլ գործում է փոքրինչ շարժիչին միացված մագնիս։ Այն տեղաշարժվում է ներարկիչի երկայնքով ու ստիպում ներքին պտուտակին պտտվել։ Կենսաթանակի հետ շփում չկա, հետևաբար բացակայում է նաև աղտոտման ռիսկը։ Համակարգը կարելի է գործնականում տեղադրել ցանկացած գործող բիոպրինտերի վրա առանց նրա կառուցվածքը փոխելու։ Արդյունքում ամբողջ տպագրության ընթացքում բջիջներն ավելի համասեռ են բաշխվում։ Թիմն արդեն ցույց է տվել, որ Magmix-ի կիրառմամբ տպագրված հյուսվածքների բջիջները մի քանի օրվա ընթացքում ձևավորում են ֆունկցիոնալ առումով իրական մկանային հյուսվածքի նման հյուսվածք։ Նման վերահսկողության գործնական նշանակությունը դժվար է գերագնահատել, որքան ճշգրիտ վերարտադրվի հյուսվածքի կառուցվածքն, այնքան հուսալի կերպով այն կարելի է օգտագործել որպես մոդել տեղամիջոցների փորձարկման համար։ Սա նվազեցնում է կենդանիների վրա փորձերի անհրաժեշտությունն ու արագացնում դեղերի մշակումը։ Ավելի երկարաժամկետ հեռանկարում կարելի է խոսել նաև վերականգնողական բժշկության մասին, օրգանիզմի վնասված հատվածների փոխարինման համար հյուսվածքային իմպլանտների ստեղծման տեսքով։ Եվս մեկ ուղղություն կարող են լինել կենսահիբրիդային ռոբոտները, որոնց դեպքում շարժումն ապահովվում է ոչ թե էլեկտրական շարժիչի, այլ կենդանի մկանային հյուսվածքի միջոցով։ Մենք համարում ենք, որ խանդը խորապես մարդկային զգացում է եւ հատուկ է միայն մարդկանց։ Սակայն այլ պրիմատների վարքագծի ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այս պատկերացումը։ Հնարավոր է խանդի վարքագծային արմատները հայտնվել են մարդուց շատ ավելի առաջ։ Մեծ Բրիտանիայի, Նամիբիայի ու Ֆրանսիայի գիտնականների միջազգային խումբը արչանման բաբուինների մոտ հայտնաբերել է վարքագծի դրսևորումներ, որոնք հիշեցնում են եղբայրների եւ քույրերի նկատմամբ խանդը։ Դիտարկումներն անցկացվել են Նամիբիայի Ցաոբիս ազգային պարկում 5 ամսվա ընթացքում։ Ընտրանքում ներառվել է արչանման բաբուինի 49 ձագ, 6 օրական նորածիններից մինչև 9 տարեկան դեռահասներ։ Գիտնականները գրանցել են ձագերի վարքագիծը երկու տիպիկ իրավիճակներում, երբ մայրը խնամում էր նրանց սիբլինգներից մեկին, օրինակ զբաղվում էր գրումինգով, ու երբ նա պարզապես հանգստանում էր։ Տրամաբանությունը պարզ էր, եթե ձագերը զգում են խանդի նման մի բան, նրանք ավելի հաճախ կփորձեն միջամտել հենց այն ժամանակ, երբ մայրը ուշադրությունը դարձնում մեկ այլ ձագի։ Հենց այլ ցույց են տվել տվյալները։ 4-5 տարեկան բաբուինները զգալիորեն ավելի ակտիվորեն են ձգտել գրավել մոր ուշադրությունը, եթե նա շփվելիս է եղել իրենց եղբոր կամ քրոջ հետ։ Էֆեկտը հատկապես արտահայտված է եղել կյանքի առաջին տարում։ Այս ժամանակաշրջանում միջամտության փորձերը տեղի են ունեցել 2-2.5 անգամ ավելի հաճախ, քան իրավիճակներում, երբ մայրը զբաղված չի եղել մեկ այլ ձագով։ Միջամտության ձևերը նույնպես տարբեր են եղել։ Երբեմն երիտասարդ առանձնյակները մոտեցել են հենց մորը, երբեմն սիբլինգին։ Վարքագիծը կարող էր լինել ինչպես չեզոք կամ նույնիսկ բարեկամական, այնպես էլ բացահայտ ագրեսիվ։ Ամենից հաճախ հարձակման ենթարկվել են նույն սեռի կրտսեր սիբլինգները կամ նրանք, ովքեր ըստ հետազոտողների դիտարկումների արժանացել են ավելի մեծ մայրական ուշադրության, այլ կերպ ասած խնամքի ռեսուրսի մրցակիցները։ Հետաքրքիր է, որ նման ռազմավարությունը հազվադեպ է ուղիղ օգուտ բերել խանդողին։ Միայն դեպքերի 9%-ում է մայրը սկսել խնամել նաև նրան, ով միջամտել է։ Էպիզոդների 2%-ում սկսվել է գրումինգ սիբլինգների միջև, սակայն մոտավորապես դեպքերի 19%-ում միջամտությունը հանգեցրել է մոր մյուս ձագի հետ շփման դադարեցմանը, այսինքն խանդողը ավելի հաճախ հասել է կոնտակտի դադարեցմանը, այլ ոչ թե սեփական անձի նկատմամբ մոր լրացուցիչ ուշադրության։ Հեղինակները շեշտում են, խոսել բաբուինների մոր խանդի սուբյեկտիվ ապրումների մասին մենք չենք կարող։ Հետազոտությունը գրանցում է վարքագիծ, այլ ոչ թե ներքին զգացմունքներ։ Այնուամենայնիվ պատկերը զարմանալիորեն հիշեցնում է մարդկային երեխաների վարքագիծը, որոնք հաճախ փորձում են միջամտել ծնողների, կրտսեր եղբայրների եւ քույրերի հետ հաղորդակցությանը, նույնիսկ եթե դա նրանց լրացուցիչ խնամք չի երաշխավորում։ Աշխատանքը կարևոր շտրիխ է ավելացնում կապիկների սոցիալական դինամիկան հասկանալուն։ Ծնողական ռեսուրսների ժամանակի, պաշտպանության, խնամքի համար մրցակցությունը կարող է լինել սոցիալական տեսակների էվոլյուցիայի առանցքային եւ ֆունդամենտալ մեխանիզմ։ Այն, ինչ մենք անվանում ենք խանդ, ունի խորը կենսաբանական արմատներ, որոնք դրսևորվել են շատ ավելի վաղ, քան մարդկային մշակույթի ու լեզվի հայտնվելը։
Ինչու են ֆիզիկայի ֆունդամենտալ հավասարումներում երբեմն անվերջություններ հայտնվում եւ ինչպես են գիտնականները դրանք հաղթահարում։ Պատասխանը վերանորմավորում կոչվող գաղափարն է։ Եթե շատ պարզ, վերանորմավորումը տեսությունը կարգի բերելու եղանակ է այն ժամանակ, երբ հաշվարկները սկսում են պայթել անվերջ մեծությունների տեսքով։ Հատկապես հաճախ սա տեղի է ունենում քվանտային ֆիզիկայում։ Օրինակ, երբ մենք փորձում ենք ճշգրիտ հաշվարկել էլեկտրոնի վարքագիծն ու հաշվի առնել, որ այն մշտապես փոխազդում է վակուումի քվանտային ֆլուկտուացիաների հետ։ Թղթի վրա նման փոխազդեցությունները անվերջ ներդրում են հաղորդում մասնիկի զանգվածին եւ լիցքին, սակայն իրական աշխարհում էլեկտրոնն ունի վերջավոր զանգված եւ չափելի լիցք։ Հարց է ծագում, որտեղ է սխալը։ Երկար ժամանակ թվում էր, թե տեսությունն ուղղակի չի աշխատում, սակայն 20-րդ դարի կեսերին ֆիզիկոսները հասկացան կարևոր մի բան. մենք երբեք չենք դիտարկում մերկ էլեկտրոնն առանց նրա փոխազդեցությունների։ Այն ամենն, ինչ կարելի է չափել գիտափորձի ընթացքում, արդեն իսկ այդ փոխազդեցությունների արդյունք է։ Վերանորմավորման գաղափարը մեծությունները երկու մասի բաժանելու մեջ է։ Առաջինը մերկ տեսական մասն է, իսկ երկրորդը դիտարկվող ֆիզիկական։ Այս դեպքում անվերջությունները խնամքով կլանվում են տեսության պարամետրերում, զանգվածում ու լիցքում, այնպես որ վերջնական չափերի մեծությունները մնան վերջավոր եւ համընկնեն գիտափորձերի հետ։ Սա նման է սարքի կալիբրմանը։ Եթե ջերմաչափը սիստեմատիկ կերպով մի քանի աստիճանով սխալվում է, մենք կարող ենք ճշգրտել սանդղակը։ Ինքն իրենով սխալի մեխանիզմը մնում է, սակայն ցուցումները դառնում են ճիշտ։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ վերանորմավորումը պարզապես տեխնիկական հնարք չէ։ Սա ավելի խորը գաղափար է այն մասին, որ ֆիզիկական օրենքները կախված են մասշտաբից, որում մենք նայում ենք աշխարհին։ Մեծ հեռավորությունների վրա Նյութոնի վարքագիծ է դրսևորվում։ Երբ մոտենում ենք միկրոաշխարհին, պատկերը փոխվում է։ Տեսության պարամետրերը բառացի հոսում են մասշտաբի փոփոխության հետ միասին։ Սա էլ կոչվում է վերանորմավորման խումբ։ Այս գաղափարների շնորհիվ հաջողվեց ոչ միայն փրկել քվանտային էլեկտրադինամիկան, գիտության պատմության ամենաճշգրիտ տեսություններից մեկը, այլև հասկանալ ֆազային անցումները, կրիտիկական երևույթներն ու անգամ տարական ու մասնիկների փոխազդեցությունների կառուցվածքը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։